Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 19 է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Այսօր նախ Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ միմյանց ասենք Քրիստոս հարյավ մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Իսկ Սաղմոսի գործը թողնենք Նիկոլ Փաշինյանին, որքան հասկացանք ինքը այսօր ընթերցեց մեզ համար 5-րդ Սաղմոսը 6-րդ պալատից, այնպես որ մնացածը արդեն ով դրանից օրհնվեց, ով դրանից հպարտացավ եւ ով անհանգստացավ, թողնենք ամեն մեկի ճաշակին։ Բայց այնպես չի, որ մենակ Փաշինյանը անդրադարձավ դրան, օրինակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները ապրիլի 19-ի Մոսկվայի ժամանակով 18-ից մինչև ապրիլի 21-ի Մոսկվայի ժամանակով 00 ժամը, ենթադրում ենք, որ ուկրաինական կողմը կհետևի մեր օրինակին, միևնույն ժամանակ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու զինադադարի հնարավոր խախտումները հակառակորդի ցանկացած սադրիչ գործողության ասում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։ Իհարկե մի քիչ տարօրինակ է, որ 3 տարի կռվելուց հետո նոր հիշեցին, որ հիշեն Աստծո հետ կապված թեմաները եւ տենց ժեստեր անեն, կարելի է կարծել ուրիշ առիթ չի եղել եւ չենք տեսել որևէ տոների հետ կապված Պուտինն իրան ոնց է պահել կամ այդ քրիստոնյաբար հարձակվել, ինչպես իրանք էին նշում մի ազգենք եղբոր վրա, տարածքներ վերցնելու կամ այնտեղ իշխանություն տապալելու, երբ որ նրա անվտանգությունն էս երաշխավոր է, կամ անգամ հարձակվելուց առաջ, երբ որ ասում էին Պուտինը պատրաստվում է հարձակվել, ասում ես չէ կամ աչում այ մարդ, այս արևմուտքը մեզ կռվածնում է, բա մենք մեր եղբոր վրա կհարձակվենք, որպեսի ինքը միամտածներ, եղբայրությունը զրոյացներ, մանր ժուլիկությամբ հարձակվեր եղբոր վրա, որ նա պատրաստ չլներ եղբոր հարձակմանը։ Սա է քրիստոնյա Վլադիմիր Պուտինը, որի պատրիարք Կիրիլը, որի ենթակայության տակ գործող, ասում էր, որ գնաք Ուկրաինացուն սպանեք, դուք դրախտ կընկնեք, եթե ձեզ էլ կսպանեն, որովհետև հանուն հայրենիքի եք դուք գնում զոհվում, դուք նահատակներ եք, որոնց համար մենք անպայման կաղոթենք։ Էսա Վլադիմիրովիչի տեսակետը, որ հիմա այսքան տարի հետո նոր որոշեց, սա հաշվի առ։ Ամեն դեպքում, եթե 2 օր չկրակեն, էլի լավ է, մարդկային զոհ չի լինի, մի քիչ պակաս կլինի, բայց ուղղակի սենց քայլ անելով ցույց տալ, թե ինքը ինչպես է, բա որ այդքանը գիտեիր, կարող է մի հատ հիշեիր, որ Վլադիմիր Սվյատոսլավիչը, որ քրիստոնեություն էր ընդունում 988 թվականին, այդ Կիևի հետ է առնչվում, էլի, Մոսկվայի հետ չի առնչվում, որովհետև Մոսկվան այդ ժամանակ չկար, գոյություն չուներ։ Եվ բացի դրանից էլ գոնե Նովգորոդից, երբ որ Օլեգը գնաց հիմնեց Կիևյան Ռուսիան, իսկ Օլեգը իշխանիգրի ռեգենտն էր, իշխանիգրը դե անչափահաս էր, դրա համար նրա փոխարեն Օլեգն էր ղեկավարում, ինքն է ասել Կիև մայց գառադով ռուսկիղ, Կիևը ռուսական քաղաքների մայրն է, իսկ ռուսական քաղաքների մայրին, մորը, որ Պուտինը հրթիռակոծում է, այդ չի մտածում, որ քաղաքին է խփում, որ նրան է պարտական եւ չնայած դե իր ուշնումիտ կնայա, որ դա ոչնչացնի, որպես իր պատմությանը կպցնի, քանի Ուկրաինան կա, քանի Կիևը կա, Կիևյան Ռուսիան կա, շատ դժվար է բացատրել, թե իրականում ով է այդ արժեհամակարգի տերը, էլի, չնայած դե իմացողները գիտեն։ Լավ, իրա վրա շատ ժամանակ չծախսենք, մեր ներքաղաքական հարցերից մեկին անդրադառնանք, չնայած Հայաստանի դեպքերին էլի կանդրադառնանք, ուղղակի այս մեկը կարևոր է այս վիճակում անդրադառնալը, իշխանական падգամավորներից մեկը բացատրում է, պարզաբանում է, թե սահմանադրական դատարանը ինչ որոշում է կայացրել։ Ի վերջո, չնայած ամբողջական դեռ չի հրապարակվել, բայց նախնականն արդեն ամեն ինչ բերել իր տեղնակից է։ Սահմանադրական դատարանը ապօրինի գույքի բռնակացման մասին օրենքը հակասահմանադրական չի համարել, երկու կարգավորում մեկնաբանել է եւ ըստ էության իրավակիրարկման պրակտիկային հուշել է հետեւյալը. այս կանոնակարգումների պարագայում պետք է առաջնորդվեն
այն մեկնաբանությամբ, որը տրվել է սահմանադրական դատարանը։ Իհարկե, ես ինձ իրավունք չեմ վերապահի, ես իրավաբան չեմ, սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանեմ, ոչ նման լիազորություն է, ոչ էլ նման գիտելիք իրավական, բայց գոնե քաղաքական գնահատական կարող եմ սրան տալ։ Ինչ որոշեց սահմանադրական դատարանը, նվազեցրեց այն ծավալը, որով կբռնագանձելու են ապօրինի գույքը։ 4 տարի տևեց մինչև սահմանադրական դատարանը դա որոշեց, եւ սահմանադրական դատարանի որոշումից հետո փաստորեն ինչ ծավալով կա, ասելու են այս վերաբերվում է ապօրինի գույքի բռնագանձման օրենքին, իսկ սրա վրա չի տարածվում։ Իսկ դրանք միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր, 100 միլիոնավոր դոլարների գույքերի մասին է խոսքը։ Այսինքն այլևս այդ մարդիկ ստանալու են, վերականգնելու են սեփական իրավունքը այդ գույքի նկատմամբ, սեփականության։ Եթե պետությունը վաճառել է, այդ փողը հետ են ստանալու, կարող են բարոյական վնասի հետ կապված փոխհատուցում պահանջեն, կարող են ֆինանսական պահանջեն, որ իրանց գույքը բռնագանձել են եւ վնաս են տվել իրանց բիզնեսին, կարող են դիմել միջազգային դատարան եւ Հայաստանի վրա փող դնեն, որովհետև իրանց վնասը հասցված։ Եվ պատկերացնում եք, սա ինչի համար հիմա արվեց, այն էլ Գյումրու ընտրություններից հետո, որովհետև Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ նախկիններին հաջողվեց միանալ եւ միասնական Գյումրու իշխանությունը վերցնել, այսինքն իրանք հրաշալի գործընկեր են Փաշինյանի համար։ Պետք է դրանով ժողովրդին վախացնել, որ ժողովրդյան սրանք սենց որ գնա 26 թվին էլ են վերցնելու։ Դե հիմա գնացեք եւ լրջորեն պատրաստվեք։ Իսկ նախկին իշխանության ներկայացուցիչներն Նիկոլ Փաշինյանին ասին՝ հոп, դե մեր փողերը հետ տուր, բա ինչ ենք ծախսելու։ Այդ ընտրությունները միլիոնավոր դոլարներ է ծախսվում։ Այդ ինչ ենք ծախսելու։ Դե մեր փողերը հետ տուր։ Եթե նույնիսկ մենք այդ փողերը ունենք, չենք կարող ծախսել, դե մարդիկ կասեն, այդ ամբողջ գույքը ձեր բռնագանձած, այս միլիոնները ձեզ որտեղից որ սեն ծախսում եք։ Իսկ ինչ էր պետք դրա համար անել։ Պետք էր որ սահմանադրական դատարանը որոշում կայացնի, մի հսկայական ծավալի գույք համարի ապօրինի չի, որից հետո մարդիկ շատ հանգիստ սառնասրտորեն ասեն, մենք մեր գույքը վաճառում ենք եւ ընտրություններ ենք կազմակերպում, որ ասեն լավ, սահմանադրական դատարանը ապօրինի չի համարը, բայց այդ գույքը քեզ որտեղից, պատասխանը շատ պարզ է, եթե ապօրինի չի, քեզ ինչ թե որտեղից, պապս ա բերել կռվից Բերլինից, ինչ ես ասելու, պետք է ասես ես չեմ հավատում, ով է հետաքրքիր դու հավատում ես թե չէ, չէ որ Նիկոլ Փաշինյանը պետք է այնպես աներ, որ այդ մարդկանց գույքը ապօրինի չլիներ, որ կարողանան իրանք օրինական ձևով ցույց տան, որ վաճառել են եւ դա օգտագործում են, ժողովուրդ ջան, բայց ես համար տարօրինակ չէր, այս ինչա մի բարդ բան էր այդ օրենքի հետ կապված սահմանադրականությունը 4 տարի էր պետք, որպեսզի որոշում կայացնեին, հա, ինչն էր պատճառը, որ հենց հիմա որտեղ ընտրություններից մի տարի առաջ է դա։ Գյումրու ընտրություններից է շատ կարճ ժամանակ հետո։ Այսինքն այն միամիտների համար սա հիմա վաղը մյուս օր այդ մարդիկ պարտավորված են շատ հանգիստ ցույց տան, որ իրանց գույքը վաճառեցին եւ դրա համար կազմակերպեցին ընտրություններ։ Եվ այդ գույքը լրիվ օրինական է, որովհետեւ որևէ իրավունք չունեք, ասեք դա ապօրինի գույք է։ Ապօրինի լիներ սահմանադրական դատարանի որոշումը։ Նայեք եւ իմացեք, եթե այդ ծավալի մեջ չի տեղավորվում, ուրեմն ձեր ապօրինի ասացի համար կարող են ձեզ դատի տալ։ Այսինքն նախկին թալանչիները թալանել են միանգամայն օրինական ձևով, ժողովուրդ ջան։ Այն որ ձեր ձեռից ձեր գույքը խլել են, բիզնեսներ են խլել, որ թողել եք Հայաստանից գնացել եք, շատ-շատերը մինչև այսօր վիրավորված, այդ ամեն ինչը որ գնացել է նոտար աշխարհում դժվարությամբ տարբեր տեղեր աշխատելով, իրանց նաև կարգավիճակին ոչ հատուկ գործերի աշխատելով, ստիպված ելնելով երեխա պահելու համար ամենադաժան աշխատանք անելու, ինչի մենք Հայաստանում ենք ապրում կամ չգիտենք մեր հայրենակիցները, ով որտեղ գնացել է, ոնց է գնացել, ժողովուրդ ջան։ Բոլորի հետ էլ ամենօրյա շփում կա աշխարհի բոլոր ծայրերում։ Այդ չգիտենք ով ինչ դժվարություններ է կամ այսօր ինչ դժվարություններ է ունենում։
Եվ այս ամեն ինչից հետո պարզվում է այդ ամեն ինչը լրիվ օրինական էր։ Հլաու համարձակվեք նախկիններին ասեք ձեր գույքը անօրինական է։ Հիմա հասկացաք առաջիկա ընտրությունները ոնց է ալնելու։ Երբ որ մենք ասում ենք այլընտրանք, որ պիտի այլընտրանք լինի թե այս իշխանությանը, թե նախկիններին, Ժողովուրդ ջան, այնպես չի որ պայքարելու ենք թե նախկին իշխանության, թե գործող իշխանության դեմ։ Այդ երկուսը միասին են գործում, ուղղակի երկու ֆրոնտով են գործում։ Նրանց դեմ միասնական է, իսկ իրանք ունեն վարչական ռեսուրս, ֆինանսական ռեսուրս, մեդիա ռեսուրս, հրաշալի հնարավորություններ, իշխանությունն էլ ում պոչին ուզենա կնստի։ Միլիոնավոր, 100 միլիոնավոր դոլարների գույքը կպարզի որ ապօրինի չի, հլաու փորձես մի բան կազմակերպես 1000 դրամի համար հետևից կգա, որովհետև ով որ իրանց դեմ իրական պայքարեց, այ ապօրինին դա է։ Կարող են տանել, բերել հազար ու մի հարցեր։ Դրա համար սա ուղղակի ձեզ համար սթափության կոչ, սա ուղղակի ձեզ համար եւ բոլորիս համար մի հատ այսենց ապտակ շառաչում, որպեսի մարդիկ իմանան, եթե ուզում եք ինչ-որ բան փոխեք, հանկարծ չասեք, մենք ուզում ենք, ինչու չեն անում, դուք տեսեք անողը ոնց է անում, եթե ուզում է, ոնց է անում։ Ամբողջ աշխարհի աչքի առաջ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու նրանց թիմակիցների գույքը օրինականացրեց, դուք իրավունք էլ չունեք դրա վրա կասկածեք, սահմանադրական դատանի որոշումը վերջնական իհարկե կհրապարակեն, բայց նախնական գնահատականը տալիս եմ, թե ինչ է դրան սպասվում եւ արդյունքում դուք կտեսնեք։ Դրա համար ժողովուրդ ջան, ում վստահում եք, եթե ուզում եք իրական այլընտրանք լինի, նրա կողքը կանգնեք, նրան աջակցեք, որովհետեւ այդ մարդկանց դեմ հանում են, տեսեք ինչ են հանում։ Հանում են ինչ բանակ են հանում եւ ինչ ռեսուրս են հանում։ Դուք ուզում եք այդ պայքարում հաղթելու դեպքում ընդհանրապես ամեն մեկը իր տանը նստած ասի դե ուզում ենք դուք էլ չեք անում, դե իրաց արեք միավորվեք ես։ Եղբայր ինձ կհավատակ ինձ աջակցեք, ուրիշին կհավատակ ուրիշին աջակցեք։ Կտեսնեմ ուրիշին լավ եք աջակցում, ես էլ այդ ուրիշին կաջակցեմ։ Բայց եթե ուզում ենք այս վիճակից դուրս գանք, իմացեք, որ նրանք ովքեր աթոռը ուզում, այսենց են անում։ Իրանք այսպես են վարվում, այսպես են նախապատրաստվում դրան, ոչ թե ընդհանրապես ով մեկի մտքով ասի, թե եթե այս քայլը անեք, մենք էլ էս կանենք, պարզ առարկայական ձեր աչքի առաջ տեսակ, իշխանության հետ կապված ինչ են անում։ Այո, իշխանության հետ կապված է դել իմանանք, շատ դեպքերում ասում են, դե իշխանությունը աթոռակռիվ է։ Ժողովուրդ ջան, աթոռակռիվը կարող ես տենց ձևակերպում անես, բայց եթե դու չձգտես իշխանության գալու, քո ծրագիրը ո՞նց ես կյանքի կոչելու։ Կամ ուրիշին պետք է օգնես ինքը անի, կամ եթե դու ասում ես ես կարծում եմ որ սա է ճանապարհը, պետք է գաս որ քո ասածը կյանքի կոչես, բա ինչ եք ուզում անել։ Բա առանց աթոռի նստելու քո ասածը ո՞նց ես կյանքի կոչելու։ Ու պետք չէ ասել փողը եւ պաշտոնը մարդկանց փչացնում է։ Փողը եւ պաշտոնը հնարավորություն է տալի մարդուն բացահայտվել։ Բարի արժանապատիվ մարդուն, կամեցող մարդուն հնարավորություն է տալիս իր ծրագրերը կյանքի կոչել, շատ մարդկանց համար բաներ անել, կյանքում որտեղ մեկը իր համար մի բան արած լինի, տասնապատիկ նրան վերադարձնել, չար մարդել մտածում է ոնց վատություն անի։ Մտածում է հիմա ինքը իշխանական լծակ ունի, մանկապարտեզում մեկը իր մազերից քաշելա կամ ոտքին խփելա, գնա դրան քտնի եւ ծեծել տա։ Էսա նայած թե ում ձեռքն է անգնում փողը եւ ում ձեռքն է անգնում պաշտոնը, ժողովուրդ ջան, դա ուղղակի բացահայտելու միջոց է, ոչ թե լավի կամ վատի խնդիրը։ Դե խնդիրը նա է, որ միշտ վատին եք ընտրում, ես ինչ անեմ։ Այդ արդեն իմ խնդրեմը չի, չէ, բոլորիս խնդրեմն է, բայց ուզում ասեմ պատճառը գիտեք որն է։ Իսկ հիմա նայեք ինչ է կատարվում աշխարհում։ Հռոմում մեկնարկել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Կողմերը կքննարկեն Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը եւ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Հռոմ շաբաթ օրը առավոտյան բանակցությունների երկրորդ փուլի համար, որը կազմակերպել է Օմանի դեսպանատունը Հռոմ։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական Էսմայիլ Բաղային նշել է, որ բանակցությունների առաջիկա փուլը չի հանգեցնի տարաձայնությունների վերջնական կարգավորմանը։ Մենք հասկանում ենք, որ սա հարթ ճանապարհ չէ, բայց ամեն քայլ անում ենք բաց աչքերով հենվելով անցյալի փորձի վրա, գրել է Բաղային։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հավելել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցությունների ներկա փուլն անցկացվում է անուղղակի,
Օմանի արտաքին գործերի նախարարության միջոցով։ Բանակցություններն ընթանում են նույն կերպ, ինչ առաջին փուլի ժամանակ։ Երկու պատվիրակությունները գտնվում են առանձին սենյակներում։ Սա ինչի է հատուկ ընդգծում, որտեղ Դոնալդ Տրամպը ասեց, որ ուղիղ բանակցություններ է գնում, Իրանն ասեց անուղղակի է, քանի մեր նկատմամբ վերաբերմունքը այնպես է, որ սպառնալիքով եք խոսում, ուղղակի բանակցություններ չի լինելու։ Եվ Ամերիկան համաձայնվեց անուղղակի բանակցության, դրա համար առանձնապես այդ թեմայով չեն խոսում, իրանցիներն են ցույց տալիս, որ իրանք այդ հարցով հաջողություն ունեցան, իրանց ասած տարբերակը անցավ։ Անուղղակի բանակցությունների ավարտից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. Բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, մեզ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման, մի շարք սկզբունքների և նպատակների շուրջ։ Հաջորդ շաբաթօրը կրկին կհանդիպենք Օմանում, նշել է Արաղչին։ Ինչի ես հատուկ կարևորեցի, անգամ կարդացի այն սկիզբը կայանալու է էսե լինելու, թեպետ արդեն ավարտվել է, արդեն ավարտի մասին է ձեզ ներկայացրեցի, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ Իրանն ու Ամերիկան համաձայնության գան։ Նորից կրկնեմ, ավելի կարևոր է, քան Իրանի և Ամերիկայի համար, որովհետև մեզ համար դա կարող է լինել շատ կործանարար, այն պրոբլեմների մեջ ներքաշվենք, բացի այն, որ երկուսի գլուխն է խառը կլնեն, մեր թշնամիները դրանից կօգտվեն, մինչև տարբեր աղետներ, որը կարող է Իրանին հարվածի դեպքում առաջանա։ Եվ եթե գալիս են համաձայնության, միանշանակ մեզ համար օգտակար է։ Այո, ինչ որտեղ ինձ համար ցավալի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ահաբեկելուց հետո զիջումների գնալով է գնում կարգավորման, ես կուզենայի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր ծանր դիրքը պահեր եւ այդ ծանր դիրքից չիջներ, բայց երբ որ ահաբեկում ես, չեն ահաբեկվում, ստիպված դու ես զիջում, արդյունքում մեզ համար շատ կուզենայինք, որ Ամերիկան որպես արբիտր լիներ անգամ Իրանի պարագայում, ինչի, որովհետև ինչքան էլ մենք Իրանի հետ պրոբլեմ չունենք, բարեկամ պետություն է, բայց մենք տեսել ենք, որ ինքը ոնց է աջակցել Համասին, Հեզբոլլահին, Հութիներին, արդյունքում թև ու թիգուն կանգնելով, ֆինանսավորելով, աջակցելով, բայց երբ որ նրանք գնացել են կռվի մեջ են մտել, ասել են իրանք պրոբլեմ չունեն, իրանք իրանց հարցերը կլուծեն, բայց տեսել ենք նրանք ոնց են իրանց հարցերը լուծել։ Այսինքն մենք միշտ այդ մտավախությունն ունեցել ենք, որ նույնիսկ եթե Իրանն ասում է Հայաստանի տարածքը մեզ համար կարմիր գիծ է, ասում ենք իսկ ինքը ինչ է անելու։ Հայաստանի տարածքը Թուրքիան ու Ադրբեջանը, որ ոտնձգություն արեցին, ինքը ոնց է պաշտպանելու, զորքա մտցնելու Հայաստան, հետո ոնց ենք այդ զորքը հանելու։ Այն կողմից Թուրքն է մտցնում, այն կողմից ադրբեջանցին, այս կողմից Իրանը։ Կամ էլ թե չէ ինչ անը, պատերազմը հայտարարելու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, չգիտենք, որ դա հեքիաթ է։ Կամ ի վերջո, եթե շատ մարդիկ դրա վրա կասկածում են, որ ասում ենք Լիբանանի վիճակը նայեք, Գազայի վիճակը նայեք, կամ էլ թե չէ Եմենի վիճակը նայեք, Սիրիան տեսանք, որ Իրանը ոնց մի կողմ քաշվեց, որ Թուրքիան ոնց վերցրեց 11 օրվա մեջ իշխանությունը վերցրեց։ Այսինքն ուզում եմ ասեմ, մենք այս ամեն ինչը զգուշավոր ենք, էլի։ Այո, խնդիրներ չունենք, բայց կարող ենք իր պատճառով խնդիր ունենալ կամ իր աջակցությունը գերագնահատելու պատճառով խնդիրներ ունենալ։ Իհարկե ասել, որ միանգամից այս կասկածները փարատվեց, այդպես չի, որտեղ Իսրայելը հիմա շատ վատ վիճակում է իրան զգում, Իսրայելը անգամ քննարկում են, ասում են, եթե նույնիսկ Ամերիկան չհամաձայնվի, մենք հարվածելու ենք Իրանին, չնայած նա լավ է հասկանում պատասխան հարված, որ ստանա առանց Ամերիկայի աջակցության, ինքը տակից դուրս չի գա, բայց եթե Ամերիկան էլ ասի, ես քեզ չեմ թողում հարվածես, եթե ինքը հարվածի տակ կմնա։ Այսինքն այն, որ սկզբից ոգևորվեցին Տրամպի աջակցությունով, կամ էլ ոգևորվեցին, որ Տրամպը հաթաթա էր տալիս Իրանին, հիմա Իսրայելը մտածում է, բա իրանք պայմանավորվածության եկան, միջուկային ծրագիրը չդադարեցվի։ Լավ, ենթադրենք սառեցվեց։ Այս սառեցրածը ինչ։ Եթե մի քանի շաբաթից կարա միջուկային զենք ստանա։ Հետո սառեցնելը ինչ։ Սառեցնելը բխում է Ամերիկայի շահից։ Սառեցնելը բխում է Իրանի շահից, որովհետև Իրանն ասում է, միջուկային զենք չեմ ուզում, որովհետև չեմ ուզում որևէ մեկի վրա ատոմային ռումբ գցեմ։ Եթե ամեն մեկը խելոք ապրում է, ինչին է պետք։ Բայց ես կստեղծեմ, եթե իմանամ, որ այդ վտանգը ունեմ։ Այսինքն այս պարագայում եւ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից է բխում նույնիսկ այս սառեցած վիճակը, բայց դա չի բխում Իսրայելի շահերից, այն ոգևորությունից, որ ինքը ուներ։ Այսինքն նշանակում է նա փորձելու է բզբզի, բայց ակնհայտորեն ինքն էլ է գերագնահատում իր հնարավորությունը, որովհետև ինքը եւ ուզում է Սիրիայի հետ կապված Ամերիկային բզբզի Թուրքիայի դեմ, Ամերիկային բզբզի Իրանի դեմ։ Այդքան ինքը այսօր այդ քաշը չունի։ Այսինքն ես մեկ-մեկ որ ասում եմ զարմացած եմ, որ Իսրայելի տարբեր վարչապետների վարմունքը որ տեսել ենք, իշ գրագետ են վարվել, ես
քանի անգամ եմ ասել, որ զարմացած եմ, որ ոնց Իսրայելի վարչապետը կարող էր խաբվել, շատերը կարող են ոգևորվեին խաբվեին, բայց պետք է որ Իսրայելը իր հատուկ ծառայություններն ու հնարավորությունները եւ Ամերիկայում այդքան ազդեցություն ունեցող երկիրը, այտենց պետք է չոգևորվեր, էլի, հայտարարություններից, որ հեսա դնենք գազան, դատարկենք, հեսա Իրանին հարվածենք, կարող է հանկարծ Ամերիկան հետ քաշվեր եւ ինքը մնար փաստի առաջ։ Այսինքն լարվածությունը չի պակասե, բայց կարող ենք ասել, որ բավական դրական իմպուլս ունեցանք նույնիսկ ափսոսանքով այո, որ Միացյալ Նահանգները, որ այտենց ագրեսիվ ձևով բաներ ասում, մարդկանց վիրավորական բաներ ասում, հետո ստիպված հետաքաշվում, ասենքն գործընկեր պետությունների մասին խոսելու, որ ասենք անգամ մարդ ամաչում էլա կրկնի, բայց ստիպված որ հասկանաք զանգում հետույքս են համբուրում, որպեսի ես մաքսատուրքերը վերանայեմ, այնպիսի բան ասում, որ տեղ չի թողում զիջումների, հետո այսինքն այդ մարդիկ ուզեն չուզեն մինչև վերջ կոնֆրոնտացիայի են գնում, որ ասեն լատենան կողում հետույքը Այսինքն սա ոչ չի, սա գործընկերային հարաբերություն չի, բայց դե ոչինչ, դե մի մարդ է իր մեր համար կարևորը էս պահը կարող ենք ասել Իրանի հետ կապված ինչ որ չափով այդ վտանգը փարատվեց առայժմ եւ իմ գնահատմամբ Իսրայելը բավարար ռեսուրս չունի, որ ինքը հարվածի եւ ներքաշի Ամերիկային պատերազմի մեջ։ Գոնե այդքանը այս պահին տեսնում ենք։ Իսկ դա նշանակում է Իսրայելը ակտիվանալը նաեւ Ադրբեջանի հետ Իրանին խփելու հարցում, Ադրբեջանի դերը կարևորել Հայաստան մտնելու հարցում, այդ հարցում էլ նվազում է վտանգը։ Չի վերանում, դե որովհետև մենք բազմապրոֆիլ վտանգներ ունենք Թուրքիայի դերակատարությունը ընդլայնվելու, Ռուսաստանի քայլերը, ակտիվությունը որոշ հարցերում, Ամերիկայի հետ պայմանավորված եւ այլ կամ Ադրբեջանի, բայց գոնե այդ մասով Իսրայել, Ադրբեջան, Ամերիկա գիծը ամեն դեպքում լարվածությունը մեղմանում է ակնհայտորեն, որովհետև եթե Ամերիկան չի պատրաստում Իրանին հարվածի, Ադրբեջանի պլազդարմը Իրան չի նա պետք։ Բլումբերգը գրում է. ԱՄՆ իշխանությունները պատրաստ են Ղրիմը ճանաչել ռուսական տարածքի մաս, Մոսկվայի եւ Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում։ Աղբյուրի փոխանցման նման քայլը կարող է լինել վերջին ազդանշանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը պատրաստ է նպաստել հակամարտության կարգավորմանը։ Ապրիլի 17-ին Փարիզում կայացել է ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպումը, Բլումբերգի տեղեկություններով Վաշինգտոնը դաշնակիցներին ներկայացրել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիրը։ Այն ենթադրում է ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի կողմից գրավված տարածքների պահպանում, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելուց Կիևի հրաժարում։ ՆԱՏՕ-ի անդամակցությունը իհարկե քննարկել են, եթե Ամերիկան պինդ կանգնի եվրոպական երկրների թիկունքին, այսինքն ՆԱՏՕ-ն ուժեղացնի նաև եվրոպական երկրներով, ոչ թե ՆԱՏՕ-ից հետ քաշվի, երկրորդական նշանակություն ունի, թե Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, թե չէ, եթե Եվրոպան այդպես կուր համակարգ ստեղծում եվրոպական անդամակցության, անվտանգության, նույնիսկ ՆԱՏՕ-ի կազմում մնալով։ Եթե իր ռազմական ծախսերն ավելացնում է, եթե Ուկրաինայում զորք է մտցնում, եթե Ուկրաինային օգնում է ռազմական արդյունաբերությունը զարգացնել եւ այլ եւ այլ։ Այսինքն ՆԱՏՕ-ն այլևս երկրորդական է։ Այդ ուղղակի ավելի շատ ուցո բանակցային թեմա է, որ Ռուսաստանին ասեն, դե տես ուզեցիր, մենք էլ արեցինք։ Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները կանգնում ասում, Ֆրանսիան կանգնում ասում, պատրաստ են միջուկային հովանոց ապահովել Եվրոպայի համար, ոչ թե մենակ Ուկրաինայի, էլ ինչի մասին է խոսքը։ Բայց խնդիրն ուրիշ է, ոնց է Ամերիկան բացատրել, թե ոնց եմ Ղրիմը ճանաչում Ռուսաստանին։ Այսինքն ինչով հանրակրվե արե օկուպացնելուց հետո արած հանրակրվեն այլավորնական համարեն, դուք հասկանում եք դա ինչ խայտառակություն է։ Այսինքն եթե կանգնես ասես գոնե լավ էս իրողության պայմաններում դադարեցնելու պատերազմը, որտեղ սենց ֆիքսված է, բերեք կանգնացնենք, որոշ տեղերից է Ռուսաստանին ստիպենք դուրս գա, բայց եւ միևնույն ժամանակ չճանաչենք դա, այդ ուրիշ խնդիր է։ Պատերազմը այս վիճակում սառեցնում ենք եւ քննարկում ենք հետագա անելիքը, բայց որպեսի դու ճանաչես օկուպացված տարածքը ռուսական, դու պետք է սկզբունքին դեմ գնաս։ Առաջինը, որ դու տարածքային ամբողջականությունը Ուկրաինայի ճանաչել ես եւ երաշխավորել, եւ օկուպացված տարածքի ինչ հանրակրվե։ Այսինքն այդ դեպքում այլևս արդարացում չունի Ղրիմն ես ճանաչում, թե Ղրիմի մի մասն ես ճանաչում, թե այն 4 մարզն էլ հետն ես ճանաչում։ Խերսոնը, Զապորոժեն, բանը
Եվ Դոնբասը, Դոնեցկը, Լուգանսկը։ Այսինքն այստեղ ինչի մասին է խոսքը։ Սկզբունքը պահում ես, թե չէ։ Այո, հասկանալի է, որ կարող է ասես իրատեսական չի այսօր Ղրիմը, որպեսի Ուկրաինան վերցնի։ Այդ ուկրաինացիք էլ են ասում, այս պահին մենք չենք կարող դա վերցնել, եթե աջակցություն չլինի։ Այնպես չի, որ ուկրաինացիք դա չեն ընդունում։ Բայց ասում եմ, մենք դա չենք ճանաչելու ռուսական։ Ամերիկայի ճանաչելը ինքը սկզբունք է զիջում։ Կարող է ասի, լավ, այս ձևով են պատերազմը դադարեցնում, գնացեք յոլա գնացեք, դա ուրիշ է։ Բայց որևէ հիմնավորում չկա, որ դու ասես Ղրիմը ռուսական է։ Կամ ինչի համար ես ասում, դա ինչ է տալու։ Մեկը դա չեն ընդունելու ոչ մեկը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել եվրոպական երկրներին։ Արժե, որ Եվրոպան օրինակ վերցնի ԱՄՆ-ից եւ դուրս գա Ուկրաինայում հակամարտությունից։ Այն ժամանակ Ռուսաստանն արագ գլուխ կհանի նրանցից։ Պատկերացնում եք ինչ ասում, արդեն ոգևորվել է։ Ամերիկյան պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ ձեռքերը կլվանա ուկրաինական հարցում առաջընթաց չլինելու դեպքում, իմաստուն է։ Մեդվեդևն ասում, Եվրոպան պետք է նույն կերպ վարվի, այդ ժամանակ Ռուսաստանն ամեն բան տեղը կդնի, նշել է Մեդվեդևը։ Այսինքն իրանք ինչից էին ոգևորվել, որ Դոնալդ Տրամպը ինչ էր ասել։ ԱՄՆ-ն դուրս կգա Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից, եթե կողմերից մեկը սաբոտաժի ենթարկի այն։ Եթե ինչ-ինչ պատճառներով երկու կողմերից մեկը չափազանց շատ կխանգարի, ուղղակի կասենք դու հիմար ես, սարսափելի մարդիկ եք, եւ մենք պարզապես կթողնենք դա, բայց հուսով ենք, որ մենք ստիպված չենք լինի դա անել, ասել է Տրամպը։ Իհարկե շատ հետաքրքիր է այս զարգացումները, այսինքն նախ Ռուսաստանը հույս ունի, որ Ամերիկան հետ կքաշվի, բայց Դոնալդ Տրամպի հայտարարությունը առնվազն տարօրինակ է։ Ինքը ասում է մենք կպարտադրենք Ուկրաինային գնան խաղաղության։ Հիմա ինչպես տեսնում եք, եթե Ռուսաստանը չհամաձայնվի, մենք իրան կճնշենք, սանկցիաներ կկիրառենք, ավելի խիստ կվարվենք, Ուկրաինային կզինենք, ինչ կդնենք իր գլխին։ Մեկ էլ հիմա ասում է կնեղանամ, կասեմ դուք հիմար եք, ու ես դուրս եմ գալի։ Ժողովուրդ ջան, բա նախընտրական այդ խոստումները, բա այդքան ձայները, որ մարդկանցից ստացակ, որ այդ ուկրաինական պատերազմը դադարեցվի։ Ուկրաինական պատերազմը դադարեցվել է նա չի, որ թողես դուրս գաս, մի հատ էլ պիտակավոր ես հիմար են, թե հիմար չեն։ Բա այս ամբողջ ընթացքը, ամբողջ պատերազմի ընթացքը, ամբողջ իմաստը նա է, որ կարողանաս կարգավորես ուժի դիրքից, ոչ թե նեղանաս մի կողմ քաշվես, ասես ես այդ հիմարների հետ գլուխ դնելու ցանկություն չունեմ։ Բա սա էր կարգավորումը, սա էր աշխարհին խոստացված, որ ես պատերազմներ չեմ սկսի, բայց եւ պատերազմները կդադարեցնեմ, ով էլ որ չի ենթարկվի դրան, ուժով կպարտադրենք խաղաղություն, եթե չի լի սանկցիաներ կկիրառենք։ Հիմա սրան համարժեք, հա, որ այսքան ձգելուց հետո հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց պետք է հարցը լուծվեր, դե ակնհայտ է որ չէր լուծվելու, դրա մասին նոր չենք խոսում նախընտրական ամբողջ շրջանում, բայց մինչև այսօր չլուծվելուց հետո ինչպիսի խոսքեր ենք լսել, մեկ էլ ընդհանրապես լսում ենք, որ կասեմ դուք հիմար եք, նեղացել եմ ու գնում եմ։ Սա իհարկե լուծում չի, սա ավելի է լարելու վիճակը, որովհետև Եվրոպան դրա հետ չի հաշտվելու, Ուկրաինան դրա հետ չի հաշտվելու, Ռուսաստանն էլ մտածելու է դե եթե Ամերիկան չի օգնում, ես փորձեմ առաջ գնալ։ Ամերիկան էլ երբ որ ասում խաղաղության պայմանագիրի հետ օգտակար հանածոների հետ կապ չունի, կարող է մենք այդ 500 միլիարդ օգտակար հանածոն պայմանագիրը կնքենք ստանանք, բայց դա մեզ չի պարտավորեցնում զենք տալ Ուկրաինային, որպեսզի կռիվը շարունակի։ Ուղղակի կարանք նեղանանք, ասենք հիմար եք, մի կողմ քաշվենք։ Հաստատ սա էլ արդյունավետ տարբերակ չի, Ամերիկայի Միացյալ Նահանգները այս տարբերակով շատ լուրջ հարված կհասցնի հենց իր վարկանիշին։ Հուսանք, որ այս հարցում նույնպես իրատեսական կլինի Դոնալդ Տրամպը եւ կվերանա իր վերաբերմունքը, ոնց որ տարբեր վերանայումներ է անում սանկցիաների հետ կապված Եվրոպայի հետ, թե որ հետաձգեց ժամկետներով 90 օրով կամ էլ թե չէ, ասենք մեղմացրեց իր հռետորաբանությունը տարբեր երկրների նկատմամբ եւ կամ էլ թե չէ, ասենք Իրանի հետ կապված այն որ իրանց համար շատ դաժան օրեր կլինի, այս կանենք, այն կանենք։ Կամ էլ նույնը Գազայում, որ ասում էր, եթե շատ արագ իրանց տեղից չհանենք, տեսեք ինչ եմ դնում իրանց գլխին, բայց այդ մարդիկ նույնիսկ ավերակներում այնտեղ ապրում են, ու մինչև այսօր լուծումը գտնված չի։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը զգուշացրել է. Հնարավորություն կա, որ մեր ինքնաթիռները Սիրիայում բախվեն իսրայելական ինքնաթիռների հետ։ Ինչպես հակամարտությունների լուծման մեխանիզմներ են ստեղծվել ԱՄՆ եւ Ռուսաստանի միջև, նմանատիպ մեխանիզմ պետք է ստեղծվի նաեւ Իսրայելի հետ, ասել է Ֆիդանը։ Սիրիայի վերաբերյալ Ֆիդանը նշել է, որ թուրքական եւ իսրայելական ինքնաթիռների համընկնող
օդային տարածքներում գործողությունների հնարավորությունն անհրաժեշտ է դարձնում հակամարտության չեզոքացումը։ Անդրադառնալով Գազայի հակամարտությանը Ֆիդանը նշել է, որ Թուրքիան սերտորեն համագործակցում է արաբական պետությունների հետ եւ հետեւում է զարգացումներին։ Ամենամեծ խնդիրը ԱՄՆ-ի նման միջուկային զենք ունեցող երկրի Իսրայելի կողքին կանգնած լինելն է։ Իսրայելը ռազմավարությունը ռմբակոծությունն է, սովը եւ հարկադիր միգրացիա։ Տարածաշրջանը պետք է համոզի ԱՄՆ-ին փոխել իր դիրքորոշումը, ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ Իհարկե, այս պարագայում, այո, նաև Թուրքիան չի բացառում բախումները, ոչ թե մենակ ինքնաթիռները, որ պատահական օդում կարող է կպնեն, նաև չի բացառում բախումները, որովհետև Թուրքիան ցանկանում է ռազմական ներկայությունը մեծացնել Սիրիայում, իսկ Իսրայելն չի ցանկանում ոչ միայն Գոլանի բարձունքները վերադարձնել, որը դեռ 67 թվականից է վերցրել, այլ նաև այն դիրքերը, որ Ասադի իշխանությունը կորցնելուց հետո, երբ որ զորքերը հետ քաշվեցին, Իսրայելը առաջ եկավ։ Այսինքն Իսրայելը չի հաշտվում այդ մտքի հետ, որ Սիրիան ամբողջությամբ անցնելու է Թուրքիային, դա այն դեպքն է, որ մեզ համար էլ հեչ ցանկալի չի, որ Թուրքիան նման հեշտությամբ տենց ամբողջ երկրին տիրապետի։ Բայց նույնիսկ այդ պարագայում, այստեղ խնդիրը նա չի, Իսրայելը իր ազդեցությունը կպահպանի թե Թուրքիան։ Ամեն դեպքում իրանց կոնֆլիկտը այս հարցում Սիրիայի տարածքում ինչ որ միտեղ լավատեսություն է ներշնչում, որ երկուսն էլ դիմելու են Ամերիկային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս պահին պատրաստ չի ավելի շատ փորձելու է խաղաղացնել, քան Իսրայելին օգնի Թուրքիայի դեմ, կամ Թուրքիային թույլ տա Իսրայելին հարվածի։ Այսինքն այս պարագայում, եթե այդ համաձայնությունը չկա, դա մեզ համար նաև նորմալ է, որովհետև Թուրքիան եւ Իսրայելը փորձեցին Սիրիայի հարցում Ադրբեջանում պայմանավորվեն, չհաջողվեց պայմանավորվել, բայց դեռ նստել էին սեղանի շուրջ, արդեն ադրբեջանցիները երջանկացած թռչկոտում էին, տեսեք մենք միջնորդ ենք, ոնց տարաձայնությունը հարթեցինք, բայց նրանց տարաձայնությունը խորն է, որ այդքան հեշտությամբ հարթվեր։ Այսինքն եթե Թուրքիան ու Իսրայելը համաձայնության չեն գալի, սա էլ մի դրական ազդակ է, որ դեռ առայժմ մեր վրա ճնշման հետ կապված նման կոալիցիա գոյություն չունի այս պահին, որովհետև իրանք դեռ իրար մեջ խնդիրներ ունեն, հակասություններ, պետք է կարողանան լուծեն, թե ով է այդ առավելությունը ստանալու Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որ նոր մտածի իրավիճակ փոխի, նոր պատերազմի։ Իսկ հիմա նայենք Հայաստանի հետ կապված ինչ է կատարում եւ ինչ է ասենք նաեւ ասում Նիկոլ Փաշինյանը այս իրավիճակին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին ժամը 22:35-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այսինքն հերթական անգամ Ադրբեջանը նորից է սադրանքով, սա էլ է հերթական ճնշման ձև, որ իմացեք, հա, դուք հարձակում եք, երբ որ համբերություններս հատի, մենք արդեն ստիպված հակահարձակման ենք անցնում, որտեղ դուք զինվում եք, մենք պահանջ ենք դնում խաղաղության փաստաթղթի մեջ փոխել սահմանադրությունը փոխել եւ այլ, եթե դուք չեք անում, դրա համար դուք եք մեղավոր, որ խաղաղությունը չի պահպանվում։ Եվ մեզ պարագայում, ասենք, ակնհայտ է, չէ, որ այս սադրանքները նպատակ ունեն, հենց այնպես չեն արվում։ Եվ դրա հետ կապված, երբ որ Նիկոլ Փաշինյանը դրան զուգահեռ իր ոչ ադեկվատությամբ արձագանքում, որ մենք գնում ենք խաղաղություն ալնելու, պատերազմ չի լինելու, Ադրբեջանն էլ պետք է իմանա, մենք համաձայնության ենք եկել եւ այլ, թուղթ չես ստորագրել, ինչ համաձայնության։ Այն դեպքում, երբ որ ասպեր ստորագրել ենք, դա երաշխիք չի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Երեք գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։ Կիրանցը իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված եւ սահմանագծված պետական սահման, անվտանգ եւ խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ, մինչեւ սահմանազատումը Կիրանցում 80 տուն կար, հիմա կառուցվում է եւս 43-ը։ Սա է իրական Հայաստանը։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է, իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց, ոչ թե լսել Կիրանցի մասին, այլ գնալ եւ տեսնել։ Մի անգամ տեսնելը 1000 անգամ լսելուց լավ է», գրել է Փաշինյանը։ Այսինքն տեսեք ինչ է ստացվում։ Փաստորեն գնացել են սահման են քաշել, պատ են քաշել 12.6 կիլոմետր։
իսկ Ադրբեջանի հետ մենք ունենք սահման 930 կիլոմետր 12-6 կիլոմետրի վրա պատակ հաշած ու ասма վերջ ժողովուրդ ջան սա է իրական Հայաստանի գաղափարախոսությունը իսկ մնացած 930 կիլոմետրից հանած 12-ը դա էլ կտևի մի 30 տարի ու այդ պարագան բոլոր տեղերը վտանգավոր է մենակ այսքան տեղը անվտանգ է այդ տեսեք մենք հասել ենք դրան դա մոտարապես նման է որ մի հատ հսկայական հողատարածքի վրա որտեղ ձեր տունն է դնեք մի հատ երկաթյա դուռ շատ ամուր դուռ անես լրջագույն բանալիով եւ ամբողջ կողքը բաց ու ասեք ահա այս դուռը մեզ պահում է մեր թշնամիներից որոնք ռիսկ կանեն ստեից մտնեն տեսեք ինչ անվտանգություն են ապահովել ոչինչ որ կողքից կարող են մտնեն այդ դուռը շրջանցեն չէ ինչ նեղություն խեղճները չի հասնի Փաշինյանը լավ եք էլի ժողովուրդ ջան ոնց կարող է պատը պատի կողքով չկարողանան անցնել պատը քաշած է չէ հա այսինքն այս պրիմիտիվությամբ դուք պատկերացնում եք մարդկանց բացատրումը որ եթե այս պատը քաշած է վերջ բայց մոռանում է որ հիմա այսպես նայենք էլի այսինքն փաստորեն Դոնալդ Տրամպը պայքարում է Մեքսիկայի դեմ որ ապօրինի չգան լցվեն եւ այդ սահմանը Մեքսիկայից 3145 կիլոմետր է ժողովուրդ ջան անգամ 1/3-ի հարցը հազիվ են լուծել 4-5 մետրանոց պատ են քաշել եղբայր այն էլ բանով մետաղական sense կոնստրուկցիաներով բանով Բա դուք չեք պատկերացնում, որ կարելի է բերել մի հատ sense 12 կիլոմետրանոց պատ քաշել ու մեքսիկացիները, որ այդ պատը տեսնեին, լեղապատառ միանգամից բանը նոր Ամերիկա գաղափարախոսությամբ այլևս այդ ցանկապատը չշրջանցեին։ Ոնց խելքները չի հասել։ Այս ժողովուրդ ջան, նայեք այդ մարդը արել է, չէ։ Բայց այդ պատը չեք տեսել։ Գնացել եք դրել եք, միլիարդներ եք ծախսում, զորք եք տարել, տասնյակ հազարավոր, որպեսզի այդ սահմանը պահեք։ Այն դեպքում, երբ որ կարելի է 930 կիլոմետրի 12 կիլոմետրի վրա պատ քաշել ու վերջ։ Արդեն իրական Հայաստանը կարգավորված է։ Այս ձևի պրիմիտիվ դատողությամբ մեզ ասում է ժողովուրդ ջան, նախապատրաստվեք խաղաղության։ Դե նախապատրաստվենք ժողովուրդ ջան։ Եթե կարծում եք, որ դա լուրջ է, ուրեմն լավ է։ Բայց դրան զուգահեռ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյրուն Բայրամովը ինչ է ասում։ Հայտարարել է. Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Հա, մի բան էլ ուղղակի ասեմ, մեկ էլ պետք է Նիկոլ Փաշինյանին տանել էքսկուրսիա, տեսնել թե ցանկապատի տակով ինչ թունելներ են սարքում, որը դայև արել է եւ սեկտոր Գազայում, դայև արել են եւ Մեքսիկայում, ժամանակին արել են եւ Կանադայի հետ կապված, հատկապես դա հիշում էին նաեւ այն ալկոհոլիզմի դեմ պայքարի 4 օրենքների ժամանակներից անգամ, այսինքն ինչ որ մի հատ ցանկապատը կամ մի հատ պատը անվտանգություն ապահովում այ միամիտներ։ Հա, շարունակեմ լավ։ Բայրամովի խոսքով խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը երկու կողմերի ջանքերի արդյունքն է եւ փաստաթղթի ստորագրումը կլինի խաղաղության գործընթացի վերջնական փուլը։ Հիմա ամեն ինչ կախված է հայկական կողմի գործողություններից։ Երբեմն հայ պաշտոնյաները խոսում են սահմանադրությունը փոխելու իրենց մտադրության մասին, սակայն մանրամասները, օրինակ թե ինչ փոփոխություններ են քննարկվում, անհայտ է, ասել է Ադրբեջանի արտգործ նախարարը։ Այսինքն մենք պահանջել ենք անկախության հռչակագիրը հանել սահմանադրությունից, իսկ իրանք քննարկում են, որ սահմանադրությունը փոխելը ժամանակին մենք էինք ուզում, դա մեր ներքին օրակարգն էր, մենք ենք փոխում։ Բայց այնպես չի, չէ՞ որ Ադրբեջանում չեն լսել, որ Նիկոլ Փաշինյանն ասել է սահմանադրությունից նախաբանը պետք է հանել։ Լավ էլ լսել են, բայց ինչի են ասում, երբ որ լսել են։ Մի պարզ պատճառով։ Ասում են նրա համար, որ Հայաստանից հակադարձեն ասեն, բայց ով է ասում, որ մենք չենք ասել, որ սահմանադրության մեջից դա փոխելու ենք, եւ ինքը դրանով հանգիստ ցույց տա, որ այո, մեր պահանջն է կատարում սահմանադրության նախաբանը փոխելու համար։ Իսկ եթե վաղը մյուս օրը դա չլինի, պետք է ասեն ժողովուրդը խաղաղություն չի ուզում։ Փաշինյանն ուզում է, որովհետեւ այս սահմանադրությունից հանում է այդ ձևակերպումները, գնում է ընտրություն, ժողովուրդը իրան ընտրում է, այդ իրանց պլաններն եմ ասում, եւ մեկ է դրանից հետո ժողովուրդը սահմանադրությանը դեմ է քվեարկում, այսինքն նշանակում է ժողովուրդը պատերազմ է ուզում, դե Փաշինյանն էլ պետք է որ ժողովուրդը պատերազմ ուզի, ասի Ադրբեջանը չէր ուզում, չէի ասում ձեզ որ Ադրբեջանը չի ուզում, մենք խաղաղություն ենք ուզում, փաստաթղթերը ստորագրել ենք, դե դուք եք պատերազմ ուզում, գնացեք տակից ոնց ուզում եք դուս եկեք։ Այսինքն սա էլ ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանը, որը նաև ինչ էր ասում Ջեյրուն Բայրամովը,
արդյունավետ է երկում բանակցությունները, մեզ միջնորդ պետք չի, ինչի համար միջնորդ պետք չի, որովհետև իրանք 2022 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ որ Պրագայում քառակում բանակցության ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչում, բայց դրա դիմացել Ադրբեջանն էլ ասեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն է ճանաչում, դրանից հետո ինքը երբեք չի հաստատել իր ասածը, բայց իրան հիշացրեցին, Շարլ Միշելն է Եվրամիության խորհրդի նախագահն ասեց, որ Ադրբեջանն ասել է, բայց այդպես էլ Ալիևը չհաստատեց, որ ասել է, եւ չասեց, որ այո, մենք ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը Հայաստանի։ Եվ այդ պարագայում փաստորեն ինչ ստացվեց այնպես, որ ինքը ասում է, մեր ինչին է պետք կողքից ականջ ելնի, որ լսի մենք ինչ ենք խոսացել։ Եկեք երկուսով իրար հետ նստենք, պայմանավորվենք, այն ինչ որ Հայաստանից զիջում կփոկենք, այդ ամեն ինչը մենք երկուսով կիմանանք։ Թող Նիկոլ Փաշինյանը կգնա իր ժողովրդին ոնց կխափի, ինչ կանի, ինչ կասի, դա իր խնդիրն է, դա մեր խնդիրը չի։ Ամենակարևորը իրանք ցույց են տալիս, որ մենք հանձնարարել ենք, որ ինքը անի։ Ժողովուրդ, եթե դուք համաձայնվում եք, որ ինքը դա անի, ուրեմն նշանակում է դուք ընդունում եք այդ խաղի կանոնը, չգցեք ասեք Փաշինյանն արել, բա դուք ուր էիք։ Փաշինյանին պարտադրում են ընտրություններից առաջ սահմանադրությունից հանի պահանջատիրությունը նախաբանը, որպեսզի հանելուց հետո, եթե ինքը ընտրությունում հաղթում է, դրանով ինքը ժողովրդի վզին է դնում այդ պարտվողական քաղաքականությունը, ու ոչ թե մենակ Արցախի հետ կապված, նորից հիշեցնեմ ձեզ, հրաժարվելով անկախության հռչակագրից, որը որ ցույց էր տալի, որ Հայաստանը հանձնառու է Արցախի համար, հրաժարվելով դրանից եւ Նիկոլ Փաշինյանը ապացուցելով, որ այո 91 թվականից է տված, դա նշանակում է, որ մենք ոնց ենք զորք մտցրել ուրիշի տարածք։ Այսինքն սա նշանակում է, սա ինքը հատուկ անում է նպատակային, որով Ադրբեջանի դիրքերը ամրացնի։ Ադրբեջանը դա լավ հասկանալով ինչ է, որ ցանկացած իրավական գործընթացով կդնեն, կոչնչացնեն Նիկոլ Փաշինյանի անգրագիտությունը, որ կասեն ոնց էս ասում 91 թվականից Արցախը Ադրբեջանի կազմում էր, երբ որ այս որոշումներով համանախագահ պետություններն են արել, մյուսն է արել, մյուսն է, այդ ամեն ինչի մասին ես մշտապես ասել եմ, բայց դժվար չի որևէ մեկը ամփոփի ու ցույց տա, որ Նիկոլ Փաշինյանի ասածը սխալ է, բայց եթե ժողովուրդը ընդունեց, հանրակրվեով ընդունեց, սահմանադրությունը ընդունեց, դա անեց, դա նշանակում է վերջ Նիկոլ Փաշինյանի ասածը օրինականացվեց։ Սա է, որ իրանք անընդհատ ուզում են դա անել, որովհետև հրաշալի հասկանում են։ Եթե Ադրբեջանը մինչև այսօր մղկտում ասում է ժողովուրդ, մինչև այսօր ձեր պահանջատիրությունը ուժի մեջ է, քանի ձեր սահմանադրության մեջ կա։ Նիկոլ Փաշինյանն ասում է, մեր սահմանադրական դատարանն ասել է, դա ուժի մեջ չի։ Ասում են, գեր ուժի մեջ է, վաղը քեզ որ կծեն, այդ քո քեզ հաճո սահմանադրական դատարանին հանեն մի կողմ գցեն ու չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական դատարանում հանրակրվե էր ուզում անել մարդիկ փոխել, որ իր ենթակա ալնեն։ Այսինքն եթե այսօր այս որոշումը, դա էլ հիշացնեմ, այս որոշումը, որը ընդունեցին ապօրինի գույքի հետ կապված, ոչ մեկը չի կարող ասի Նիկոլ Փաշինյանը վրներն ազդեցություն չուներ։ Հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ այդ մարդկանց գույքը վերադարձրեցին։ Նույն ձևի էլ Ադրբեջանն էլ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ գործող սահմանադրական դատարանը, եթե որոշում էլ կայացրել, որ պահանջատիրության խնդիր չկա, վաղը իշխանությունը փոխվեց, այդ որոշումը ոչ մեկը բանի տեղ չի դնելու։ Մեզանից է կախված, մենք ընդունում ենք Նիկոլ Փաշինյանի խաղի կանոնները, թե չէ, մենք օրինականացնում ենք իր ապօրինությունը, թե չէ։ Այս է։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։